երկու հարցում ուզում եմ մեկը պարոն Հարությունյանից, այլևս պարոն Ալիքսյանին դեպքիցան։ Պարոն Հարությունյան 7.2%-ով ավել է մասնակցություն 2021 թվականի ընտրություններից, իսկ Երևանի հավաքական ընտրությունների համար կրկնակի ավել է մասնակցությունը, սա ըստ տարբեր վերլուծաբանների իշխանության վերջներ, ինձ հետաքրքիր է դուք ինչ վերլուծություն եք ձեզ համար, պարոն Հարությունյան, այս հարցին պատասխանեք, պարոն Ալիքսյանին այլ։ Մեր գնահատականով դա 5 տարիների կառավարության աշխատանքի գնահատականն է։ Վարչական ռեսուրսի կիրառման մասին աղաղակում բարձրաձայնումներ կա, բայց դուք ասում եք, որ չի եղել նման բան, կենտրոնական ընտրական։ Մենք այդպիսի բան չենք ասել, ներողություն եմ խնդրում, մենք ասել ենք այն դեպքում, երբ որ դրանք հենված են փաստերի վրա, մենք ինքներս շահագրգիռ ենք, որ դրանք հետաքննվեն եւ բացահայտվեն։ Արդյոք դա վարչական ռեսուրս է, ինքնագործունեություն է, թե հերթական ապատեգատությունն է, դա համապատասխան մարմինները կորոշեն, բայց հարգելի գործընկերներ, եթե այն աղմուկը հանենք այս ամեն ինչի մեջից եւ օրինակ ամբողջ նախընտրական փուլը մինչեւ ընտրությունների օրը այդտեղի աղմուկը հանենք, հատիկներով կարող ենք մենք այդպիսի երևույթների մասին խոսել։ Բայց հաստատի հատիկներովին անգամ դա կապացություն կա։ Ես վստահ ես ինքս բայց հարցում արել եք եւ ստացել եք պատասխան։ Եվ կենտրոնական ընտրական հանրաժողով եւ գլխավորդատախազություն եւ հարցս հետեւյալն է, հետաքրքիր է այս իրավիճակին զուգահեռ ընդդիմադիրներին համատարած ձեռնարկում է այս երկակի վիճակը դեպի արդարադատությունը ժողովրդական։ Շատ շնորհակալ եմ ֆանտաստիկ հարցի համար։ Նախ ձեր հարցի ձևակերպումը ավելի իդեալական ուղղակի չէր կարող լինել ու ես գնահատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմը։ Դուք ասացիք հետևյալը. կան վարչական ռեսուրսի կիրառման աղաղակող բարձրաձայնումներ։ Այո, նմանատիպ բարձրաձայնումներ կան։ Ուրիշ բան է, բարձրաձայնումները հիմնված են փաստերի վրա, հիմնված են ինչ-որ մարդկանց ֆանտազիաների վրա, հիմնված են ինչի վրա, որովհետև հասկանում եք ինչ է։ Հիմա դուք հակադրում եք իրար երկու բան։ Դեպք համար առաջին։ Այս ընդդիմության համատարած ընտրակաշառք, երբ որ հեռախոսով մեկը մեկին ասում է, այս 100,000 նոց է, այս կինը, թե 120,000 նոց է։ Կամ ասում է, այս ոչխարներին առաջ եմ արել 1000 ներողություն սիրելի քաղաքացիներ, բայց սա այն բառամթերքն է, որով ընդդիմությունը դիմում է իր ընտրողին։ Այս ոչխարներին առաջ եմ արել ու տանում եմ ստեղ կամ ընդեղ։ Ճիշտ է։ Փողը տալիս է առաջնա։ Դուք սա համադրում եք այդ վարչական ռեսուրսի հետ կապված մի վարքյան, այդ վարչական ռեսուրսի հետ կապված հակադրումը, որ ես տեսել եմ, եղել է ինչ-որ մի դրվագ, պնդում, որ մի դասախոս իրանց Facebook-ի չաթում ուսանողների հետ voice արել, ասել երեխեք ջան, այսօր վարչապետն է գալի, եկեք գնանք միտինգ։ Հիմա կներեք, երբ որ դուք սրանք դնում եք նույն հարթության վրա, իմ բանականությունը վիրավորվում է։ Իմ բանականությունը, արդարության ինձ զգացումը եւ մնացածը իմ վիրավորվում է։ Կամ հիմա ներողություն եմ խնդրում, էլի, այսօր Ազատություն ռադիոկայանում մի վերնագիր եմ տեսնում մի տեղամասից, որտեղ տեխնիկական հարց է առաջացել։ Ցուցակում բոլոր ընտրողները կան, հերթական համարը ցուցակի եւ մեքենայի չի բռնում իրար, բայց բոլորը կան, մարդիկ անձնագրերով եկել են, այդ մարդկանց բոլորը տեսնում են։ Վերնագիր է գնում, տեղամասը կաթվածահար է եղել։ Սա ամենավատ ընդդիմադիր մամուլի եւ ընդդիմադիր կայքերի վերնագիր է, որովհետեւ կարելի է գրել տեխնիկական խնդիրներ են առաջացել տեղամասում, որոշակի խնդիրներ են առաջացել։ Այս վերնագրերով մարդիկ փորձում են, այսօր նաեւ Ազատություն ռադիոկայանը ստվել է այս ընտրությունները, բայց իրենք չեն կարող եւ արդյունքներն էլ դրա մասին կխոսեն։